Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ասուլիսը նախարարությունում էր թեման էլ ոլորտում 2016 թվականի անելիքները։ Ուստի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական հարցերի չանդրադարձավ, սակայն քաղաքական հակառակորդների իր առողջական խնդիրների նկատմամբ հնչեցրած չարախնդություններին պատասխանեց։ Հիշեցնենք տոնական օրերին նախարարը կոտրել էր ոտքը։ Քաղաքական մրցակիցների ֆիզիկական խնդիրները, առողջական խնդիրները կարող են վկայել եւ այդ խնդիրներով ուրախանալը կարող է վկայել բացառապես քաղաքական թուլության մասին, եւ համաձայն եք շատ ավելի պատվաբեր է, շատ ավելի ուրախալի է, շատ ավելի էմոցիոնալ է հաղթել լիարժեք առողջական ֆորմայի մեջ գտնվող մարդկանց, թեպետ ես այս վիճակում եմ լավ դիմադրել ու դիմադրելու եմ բոլոր այն մարտահրավերներին, որոնք ունեմ։ Առիթից օգտվելով երկզում եմ նաև առողջություն մաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին շատ անկեղծ, որովհետև կարծում եմ, որ քաղաքական ցանկացած գործիչ պետք է լինի ֆորմայի մեջ, պետք է լինի ճիշտ մարզավիճակում, այսպես ասած, եւ քաղաքական պայքարը պետք է ընթանա fair play կանոններով, այսպես ասած, հա։ Նախարարը չմեկնաբանեց նաև մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը, հիշեցնենք Աշոտյանը հրապարակային խիստ բանավեճի մեջ էր մտել Անդրեասյանի հետ, այն բանից հետո, երբ վերջինս հրապարակել էր 16 հատուկ դպրոցի սարսափելի պայմանների մասին։ Ես սովոր եմ, որ ինձ բոլորը քննադատում են։ Ինչ վերաբերում է առողջապահական խնդիրներով պայմանավորված հետաձգված դասերի առաջացրած խնդիրների կարգավորմանը նախարարը տեղեկացրեց։ Բայց ակնհայտ է, որ գարնանային արձակուրդները այս տարի վերանալու են։ Մեզ պետք է վերականգնել 24-ից մինչև 36 ժամ միջինացված։ Դա հնարավոր է անել բացի արձակուրդները վերացնելուց, նաև զուգահեռ հետևյալ եղանակներով, ինչը մենք կառաջարկենք, որպեսզի դպրոցները իրենք ընտրեն։ Կամ շաբաթօրերը ըստ համապատասխան քանակի, 5 շաբաթօր դարձնել աշխատանքային, կամ լրացուցիչ մեկական ժամ դնել շաբաթվա ընթացքում։ Այս տարի կառավարությանն է ներկայացվել ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգը, որն ըստ Արմեն Աշոտյանի ավելի թափանցիկ կդարձնի գործընթացը։ Հարցին, թե այդ փոփոխությունից հետո արդյոք ինչ պաշտոնյաներ ավելի հեշտությամբ չեն ստանա գիտական աստիճաներ, Աշոտյանը հիշեցրեց անցյալ տարվա օրինագիծը, որն արգելում էր երկրի առաջին 500 պաշտոնյաներին ստանալ գիտական կոչումներ իրենց պաշտոնավարման ընթացքում։ Այդ օրինագիծը չանցավ, քվեարկեց Կոմիային իշխանությունը եւ 1-2 հավելյալ պատգամավորներ եւ օրինագիծը տապալվեց, այսինքն ստացվեց մի աբսուրդ բան, երբ որ մեր ընդդիմադիր խմբակցությունների մի զգալի մասը տապալեց մի բան, որի մասին խոսում էր նաեւ հենց ընդդիմությունը եւ նախաձեռնությունը գնաց մեզանից։ Բոլոր դեպքերում այդ գործընթացը արդեն կարգավորման առաջին իր պտուղները տվել է, մասնավորապես գիտեք, որ հոդվածների հետ կապված, տպագրության հոդվածների հետ կապված ավելի խստացվել են պահանջները, մենք պահանջում ենք հոդվածներ միջազգային վարկանիշային ամսագրերում,